Նախորդ տարի 47-48 ավիաընկերությունների կողմից Հայաստանից շուրջ 70 ուղղություններով թռիչքներ են իրականացել, ուղևորահոսքն է Հայաստան եւ Հայաստանից ուղևորահոսքը աճել է, նախորդ տարի արդեն կազմել է Զվարթնոց օդանավականի դեպքում, այսինքն ընդհանուր կազմել է 5.7 միլիոն ուղևոր եւ բազմաթիվ նոր ուղղություններով նախորդ տարի շուրջ 10 նոր ուղղությունով թռիչքներ ենք սկսել իրականացնել, այս տարի էլ արդեն պայմանավորվածություններ ունենք եւ եվրոպական ուղղություններով եւ այլ երկրների մասով երկար սպասված ուղղություն ունենք առաջիկայում, որի մեկնարկը կտանք, խոսքը Երևան-Լոնդոն, Երևան ուղղության մասին է, արդեն հայտարարություն կա, Ղազախստանի գործընկերների հետ երկար ժամանակ աշխատում էինք դեպի Ղազախստան ուղիղ չվերթներ ունենալու ուղղությամբ, պիտի ասեմ, որ արդեն միանգամից մեկից ավել ավիաընկերություններ են հայտարարել եւ ամսաթվեր կան ֆիքսած եւ տոմսերի վաճառք կա ֆիքսած, դեպի Բրյուսել առաջիկայում նոր թռիչք կմեկնարկի, սա կլինի արդեն դեպի Բրյուսել երկրորդ ավիաընկերության ուրեմն իրականացվող թռիչքները, դեպի Նիդերլանդներ ուղղությամբ նոր թռիչքներ կմեկնարկեն, նաեւ գիտեք քննարկում ենք Շիրակ օդանավականի պոտենցիալը ավելի մեծ ծավալով օգտագործելու, որովհետեւ հիմա նաեւ հյուսիս-հարավ ճանապարհի բացումից հետո Գյումրիի Շիրակ օդանավականը եւ այնտեղ մոտեցող ճանապարհը մենք նախորդ տարվա ընթացքում ուրեմն վերանորոգել էինք, հիմա ստացվում է, որ Երևանից օրվա երբեմն որոշ ժամերի Գյումրիի Շիրակ օդանավական հասնելը շատ ավելի կարճ է տևում, քան Երևանի Զվարթնոց օդանավական հասնելը, եւ այս ուղղությամբ կարծում եմ Գյումրիի Շիրակ օդանավականի պոտենցիալը մեծ է, այլ ավիաընկերությունների հետ էլ քննարկում ենք այնտեղից բացի Լեռնակայից եւ դեպի Ռուսաստան ուղղություններից նոր թռիչքներ մեկնարկելու հետ կապված հարցեր։